Լիլիթի անհանգիստ հոգին խաղաղություն չի գտնում։ Նա նստած է Սոնայի դիմաց և իր թափանցող հայացքով փորձում է հասնել ընկերուհու հոգու ամենախոր, ամենամութ անկյունները։ Նա ցանկանում է հասկանալ ամենակարևորը. արդյոք Սոնան գոնե մի փոքր երջանիկ է Վռամի կողքին այս ճնշող պատերի ներսում։ Սոնան փորձելով թաքցնել իր իրական ապրումները և պահպանելով դեմքի անխռով արտահայտությունը, մեղմ ձայնով պատասխանում է, որ Վռամն անում է հնարավոր և անհնար ամեն բան, միայն թե ինքը երջանիկ լինի։ Բայց Լիլիթին հնարավոր չէ խաբել այս դիվանագիտական ու դատարկ բառերով։ Նա կտրուկ ընդհատում է Սոնային և անկեղծորեն ասում, որ պարզապես չի հավատում նրան։ Չի հավատում, որ այսքան ժամանակվա ընթացքում գոնե մի վայրկյան, գոնե մի ակնթարթ Սոնան չի զղջացել այդ տանշը մխաչելու և Վռամի հետ կյանքը կապելու իր ճակատագրական որոշման համար։ Սոնան լռում է, չցանկանալով ավելորդ բառ արտասանել, չցանկանալով մերկացնել իր խոցված հոգին։ Սակայն նա չգիտի, որ հենց այդ նույն պահին պատի մյուս կողմում ստվերների մեջ թաքնված կանգնած է Վռամը։ Նա շունչը պահած, գաղտնի և նախապես մտածված լսում է նրանց խոսակցության յուրաքանչյուր հնչյունը։ Վռամի սիրտը կատաղի բաբախում է, նա ծարավ է ճշմարտության և ուզում է հասկանալ, թե որքանով անկեղծ կգտնվի Սոնան Լիլիթի հետ, և արդյոք իր կինը երբևէ կսիրի իրեն այնպես, ինչպես ինքն է սիրում։ Մինչ Ադամյանների տանը լռությունն ավելի խոսուն է, քան բառերը, բոլորովին այլ, անսպասելի հույզեր են պոռթկում Աբոյի տանը։ Լալան, ում մենք սովոր ենք տեսնել միայն որպես սառնասիրտ, հաշվարկող ու վրեժխնդիր կնոջ, գալիս է Աբոյի մոտ ամբողջովին կոտրված ու անօգնական վիճակում։ Նա եկել է աղերսելու, օգնություն խնդրելու իր կյանքի ամենակարևոր նպատակի՝ կորած երեխային գտնելու հարցում։ Աբոն, տեսնելով մայրական այս անսահման ցավը, փորձում է հանգստացնել նրան, հաստատակամորեն վստահեցնելով, որ ինչպես և խոստացել է, ինքն անում է հնարավոր ամեն ինչ, տակնու վրա է անում ողջ քաղաքը, երկիրը, որպեսզի Լալան վերջապես հանդիպի իր արյունակցին։ Եվ հենց այս ջերմ ու հուսադրող խոսքերից հետո Լալայի հոգում քանդվում են բոլոր պատնեշները։ Արցունքն աչքերին նա անում է այն, ինչ ոչ ոք չէր սպասում։ Նա գրեթե սիրո խոստովանություն է անում Աբոյին։ Լալան դողացող ձայնով ասում է, որ արդեն շատ վաղուց, տարիներ շարունակ չէր ունեցել նման խոր զգացողություն, որ այսքան անվերապահորեն վստահեր որևէ տղամարդու, հավատար նրա յուրաքանչյուր խոսքին ու իրեն այսքան ապահով և պաշտպանված զգար նրա կողքին։ Աբոն քարանում է տեղում։ Զարմանքն ու շփոթմունքը խառնվում են իրար։ Նա պարզապես չգիտի, թե ինչպես արձագանքել այս վտանգավոր ու անկանխատեսելի կնոջ նման հանկարծակի ու ջերմ պոռթկմանը։ Իսկ իրադարձությունների էպիկենտրոնում կրկին հայտնվում է Նարեն, ում կյանքը վերածվել է իսկական մղձավանջի։ Չդիմանալով հոգեբանական ահռելի ճնշմանն ու հասկանալով, որ ամեն վայրկյան իր գաղտնիքը կարող է բացահայտվել, նա դիմում է ծայրահեղ քայլի։ Նարեն որոշում է փախչել։ Նա աննկատ գողեգող դուրս է սահում տանից և արհամարհելով բոլոր վտանգներն ու հետևանքները ուղիղ գնում է Հայկի խանութ։ Սակայն այնտեղ նրան սպասում է ոչ թե գրկաբաց ընդունելություն, այլ զայրույթի իսկական փոթորիկ։ Հայկը, տեսնելով իրեն դավաճանած և արնահոսող վերքեր թողած աղջկան, միանգամից հունից դուրս է գալիս։ Նրա աչքերում կարդացվում է և ատելություն, և չմարած սեր, բայց Նարեն չի ընկրկում։ Նայելով Հայկի զայրացած աչքերին, նա արտասանում է այն մի քանի բառերը, որոնք ունակ են կանգնեցնել երկրագնդի պտույտը։ Նա հայտնում է, որ եկել է շատ կարևոր բան ասելու։ Ինքը հղի է։ Հայկի աշխարհը նորից փուլ է գալիս, նա հայտնվում է կատարյալ շոկի մեջ, սակայն առաջին զգացմունքը, որը գլուխ է բարձրացնում նրա մեջ, ոչ թե ուրախությունն է, այլ կասկածն ու խորը հիասթափությունը։ Չկարողանալով ներել անցյալի դավաճանությունը, Հայկը դաժանորեն հայտարարում է, որ չի հավատում Նարեին և որ այդ երեխան պարզապես չի կարող իրենը լինել։ Սիրելի հետևորդներ, այս ցնցող զարգացումները նոր հարված են հասցնում մեր հերոսների ճակատագրերին։ Ինչ եք կարծում, արդյոք Աբոյի և Լալայի միջև սկսվում է նոր սիրավեպ, թե սա ևս Լալայի հերթական հմուտ խաղն է, և ամենակարևորը, ինչպես կվարվի Նարեն Հայկի այս դաժան մերժումից հետո, և արդյոք նրան կհաջողվի ապացուցել ճշմարտությունը։ Անպայման կիսվեք ձեր կարծիքներով և կանխատեսումներով մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր վերլուծություններին։